Ասում են Աստված հային ստեղծելիս քարն առատ է տվել, որ հայը կարողանա եւ տուն շինել եւ հարևան թշնամու գլուխը ջարդել։ Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր սիրով հյուրընկալել եմ հայագետ Լիա Ավետիսյանին, հնակարևոր ասելիքով է եկել, մնացեք մեզ հետ։ Իրանք եկել են տրածիլ են դնում, ամեն մեր ոտի տակ, տրածիլ են դնում։ Ուզում եմ սկզբից Հայաստանի վերջը տա, որովհետև հեշտ է, Հայաստանը փոքր է, Իրանը հակադարձելու է նույն ձևով Բաքվին։ Անպայման, Բաքուն, ախր ուզում եմ սթափ նայեք։ Բաքուն ինչ։ Զերո է, այս է զերո։ Ես վստահ եմ, որ Իրանի ռազմավարության մեջ կա Ադրբեջանի կիսում։ Հայաստանը քանդեցին, իրարից պոկվեցին այս երկու հսկա մարմինները, այդ ժամանակ իրանք կհասնեն հաջողության։ Կոնկրետ պահանջել են Ադրբեջանից վտարել սիոնիստներին, որտեղ տեղակայված են իսրայելական հետախուզական կամ ռազմական օբյեկտներ, կդառնան Իրանի հրթիռակոծման թիրախ։ Այո, այդպես էլ կլինի։ Իրանք միքսերը առել են ձեռները, ուզում են աշխարհը այսպես խառնեն։ Եթե Ալիևը բերի, էլի իսրայելական ուժերը տեղակայի, ինչ է անելու։ Ես ասել եմ, մինչև 28-ից պետք է մենք շատ պինդ մեզ պահենք։ Սատկելու է, ինչ վաղճանի է հասնելու։ Երբ Տիկին Ավետիսյան։ Ինքը ծերություն չի հասնի։ Բարև ձեզ Տիկին Ավետիսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ իմ հյուրն եք այսօր եւ հետաքրքիր եթեր է մեզ սպասվում։ Սպասում է իհարկե եւ եթերը եւ մեր հրաշալի ունկնդիրները շատ ուրախ եմ այստեղ գալ Արեգ ապրեստո։ Միշտ հետաքրքիր մեկնաբանություններ են թողնում մեր հաղորդումների տակ, որոնք ել ավելի ոգևորիչ են։ Տիկին Ավետիսյան, անդրադառնանք մեր օրերին, հետո էլի անցում կկատարենք։ Երևանում անցկացվող այս եվրոպական քաղաքական համայնքի ժամանակ Բաքվի բռնապետը տեսաուղերձով հանդես եկավ, խոսեց տարատեսակ թեմաների մասին, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, արցախցիներին վերստին վիրավորեց, պատերազմի հանցագործներին ասաց, որ ինքը պատժում է, նկատի ունենալով գերիներին, եւ որևէ արձագանք չեղավ այդ եվրոպական պատվիրակների կողմից։ Ինչ էր սա։ Ինչ էր սա, իրանք ոչ են եկել Հայաստանի համար, իրանք եկել են տժալու կդերես։ Երկու շաբաթ առաջ տժում էին Կիպրոսում, ինչի Կիպրոսի հարցերը լուծեցին, 40 տարի է կեսը զավթված է Թուրքի կողմից Կիպրոսի, գնացին այդտեղ տժացին երկու շաբաթ առաջ, հիմա ստեղ եկան, իրանք անգործ թափառական մարդիկ են, իրանք գործով չեն զբաղված, յուրաքանչյուրին վերցնես իր կենսագրությունով, զարմանալի մարդիկ են, իրանք ղեկավարը ֆոն դեր Լայենը, նախկինում եղել է Գերմանիայի պաշտպանության նախարար, ինչով է հիշված եւ հայտնի, տանկերի այդ վերևի ածկերը, լուկերը լայնացնել տվեց գերմանական տանկերի, որպեսզի հղի զինվորները կարողանան մտնել դուրս գալ։ Արեգ ջան, նորմալ մարդը իրենց չի կարող լուրջ վերաբերվել։ Մակրոնը ու Զելենսկին, որ իրար փաթաթվեցին ու 5 րոպե իրարից չէին կարողանում պոկվել։ Այդ նորմալ էր։ Այդ միջև 16 տարեկան երեխեքին չի կարելի նայել։ Դրանք տարատեսակ, տարբեր շեղումներով մարդիկ են, ու դուք կարծում եք եկել էին Հայաստանի համար։ Այս կանայք ստեղիկ, մի շեղումն էլ իրանք են, ստեղի կանայք։ Եվ որ այդ իրաց անմեղ երեխեքին դնում էին Մակրոնի ձեռը։ Հիմա թող շուտ տանեն եկեղեցի մի հատ ապաշխարեն երեխեքին մաքրել տան։ Այս G7-ը հայերեն թարգմանած։ Իրաց անմեղ երեխեքին պետք է գրքեր, որ ինչ դառնան իրան նմանվեն, տալիս են բանի քահանայի ձեռը, որ քահանայի պես սուրբ լինի երեխեն։ Սրա ձեռը տվին, որ ինչ լինեն։ Այդ անմեղ երեխեքը։ Սա համատարած գրություն էր։ Ադրբեջանը, Տիկին Ավետիսյան, պետական մակարդակով առաջ է մղում Արևմտյան Ադրբեջան հայեցակարգը։ Այնինչ եվրոպական քաղաքական համայնքի այս պատվիրակները ոչ հակադարձեցին Ալիևին Արևմտյան Ադրբեջան ասելու համար,
կոնկրետ հանցագործության մասին հաղորդում է սա։ Երկիրը, որը սուվերեն պետություն է, Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանը անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Սա ինչ է։ Ինչի համար էին եկել Հայաստան, որ Ալիևին, այսպես ասած, մի հատ Պասի, մի մասը համստեղ եկավ, համը տեղ գնաց, չէ՞։ Այո։ Նույնն էլ Վենսը, JD Վենսը։ Այո։ Ստեղ գնաց, եկավ այդտեղ գնաց։ Այսինքն իրանց համար սա ուղղակի ընդհանուր տարածք է։ Իրանք թքած ունեն անունը ինչա, ինչի համար է, երբ ֆայնից է, վաղը ինչա լինելու, չէ, վաղը ինչա լինելու, իրանք արդեն իրանց հաշվարկներ ունեն։ Բայց ես ուզում Որոնք եմ են այդ ասել, հաշվարկները, Տիկին Ավետիսյան։ իրանց համար միևնույնն է։ Իրանց պետքա տիրույթ, որտեղից իրանք կարողանան Ռուսաստանը շեղեն Ուկրաինայի դաշտից։ Հետ է իրանց անում։ Դուք զգացիք, որ նրանք կոնկրետ Ադրբեջանի կողմը պաշտպանում էին։ Իհարկե, եթե իրանք չպաշտպանեին Ղարաբաղի հիմա դատարկ կլներ, եկեղեցին բան կլներ, ոչնչանար։ Եթե իրանք կողմ չլինեին, ճիշտը խոսենք էլի։ Եթե այն մի քիչ վախենար իրանցից, մրսեր։ Լավ, այդ դեպքում Ալիևը ինչու չեկավ Հայաստան, վախեցավ, թե Չէ։ ինչու չեկավ։ Տեսաղորեցով Ասեցի, որ Արևմտյան Ադրբեջանի ժամանակ կգամ։ Ձիով, հա։ Ուխտով։ Ինքը ուխտ, մի հատ էլ ուխտի վրա կնստեր։ Ի վերջո, Տիկին Ավետիսյան, երբ նայում ենք այս իրավիճակը, այս պատկերը, ասում են, որ խաղաղություն է հաստատվել, համենայն դեպս սա խոսվում է իշխանությունների մակարդակով։ Այդ դեպքում Ալիևը չեկավ այն երկիրը, որի հետ պատրաստվում է խաղաղություն կնքել։ Սրա տակ ինչեր եք տեսնում։ Ես այդ սուտլիկներին չեմ վստահում։ Խաղաղությունը պատրաստ է։ Ինչ խաղաղություն, հակառակը, իրանք եկել են տրածիլ են դնում, ամեն մեր ոտի տակ։ Տրածիլ են դնում։ Այս թատրոնը դրա համար չէր, որտեղ խաղաղություն լինի, որ արդարություն լինի, որ Կիլիկյան չկրկնվի Ֆրանսիայի բարի ձեռքով, որ Ղարաբաղը չդատարկվի Եվրամիության հովանու ներքո։ Իրանք բացի փողից եւ իրանց անասնական զգացմունքներից ոչ մի բան չեն ճանաչում։ Այս հանդիպումը, այս հավաքը գագաթնաժողովը ինչ տվեց մեզ ի վերջո։ Իրանք եկել են Կիևի համար ցավը տանը, մնացածը թատրոն էր։ Այսօր բանում դվինում նստած Կիևի հարցերն էին լուծում։ Կիևի հարցերը Երևանում են Հա։ լուծում։ Որ անընդհատ ու իրանց մոտ չեն, եղանակը բացվել է, մարդիկ ասում են մի քիչ ման գանք, մաքուր օդի գնանք, բանը խորոված փարթի մասնակցենք։ Տիկին Ավետիսյան, այսօր երբ հայությունը կանգնած է նման գոյաբանական ու քաղաքակրթական մարտահրավերների առջև, կոնկրետ, ո՞րն է առաջին քայլը, որով պետք է սկսենք մեր ազգային վերազարթոնքը։ Ինչ անենք։ Ну, պետք է խելքներս, գլուխներս հավաքենք ու հասկանանք, որ պետք է սթափ լինենք, գիտակցենք, ուր ենք գնում, հանուն ինչի, եւ այդ հանուն ինչը Հայաստանն է, մեր հայրենիքն է, ոչ թե բանը գրին քարտը կամ Եվրոպայի քաղաքացիությունը որոշ ապուշների համար։ Բայց դա էլ չի ստացվում ամեն դեպքում։ Վիզաների ազատականացման մասին տարիներ շարունակ խոսում են, Բայց ինչ են անում այդ վիզան, որը ինչ։ Բայց ամեն դեպքում դա էլ չի լինում։ Արեգ ջան, այդ վիզան ինչի համար է, թող ինձ բացատրի։ Արտագաղթի, հա։ Իրանք այդ վիզան ստանում են, որ ինչ, այդքան բանը փող են աշխատում, որ ուզում են տարին մի անգամ գնան պտտեն, գան։ Չէ։ Բա փախուստ։ Ուզում են գնան ուրիշի տակաշորերը փոխեն։ Այդ աշխատեն։ Էտա ձեռներից գալիս։ Կամ տաքսի քշեն, Մանթաշվի տղեկի պես։ Կամ էլ գարշոկները, տակները դնեն։ Էսա։ Չեն ամաչում, չեն ուզում, ասեն հայրենիքս։ Ես շենացնեմ, այնպիսի բերեմ մարդկանց իշխանության, որոնք կուզենան, որ շենանա երկիրս։ Զարգանա։ Օրինակ, ես բժիշկներին չեմ սիրում դիմել, բայց ես գիտեմ, որ հրաշալի բժիշկներ ունենք մենք։ Հայաստանը կարող է դառնել համաշխարհային բժշկական կենտրոն, որովհետև որ հիվանդին ուր տանում են, այդտեղ զարմանում են, ասում են
Մեր մոտ ինչ եք բերել, ձեզ մոտ այնքան լավ մասնագետներ կան, որ ասպարեզի ասես։ Կարելի է չէ ստեղծել, էդ էլ բան չի, շատ ծանր մեքենաշինություն չի։ Այնինչ Թուրքիան ընկավ առաջ եւ Թուրքիան համարվում է Թուրքալով առաջատար երկրներից մեկը։ Այո։ Այնպիսի ծառայություններ են մատուցում ու այնպիսի բարեհաճությամբ ու այնպիսի հնարավորություններով եւ հարմարավետություններով, որ նույնիսկ Միացյալ Նահանգներից են գնում Թուրքիա։ Ես մի հատ կինո եմ տեսել, ֆրանսիացի մի քանի տղամարդ քաչալ հավաքվել էին, գնում էին Թուրքիայում մաս սրսկեին, շատ կատակերգություն էր շատ լավ, բայց ես այն ժամանակ զարմացա, որ թուրքերը այդպիսի ծառայություն են մատուցում։ Ու այդտեղ աշխատում են բժշկության բնակավարում հայերը ու ջհուդները։ Ուրիշ ազգություն չկա, մի թուրք չկա մեջները։ Բայց Հայաստան ջան, բացառ էլի կարող ես։ Փայլուն բժիշկներ ունենք։ Հյուրանոցներ է սարքում, թող մարդիկ գան հյուրանոցներում մնան դրա համար։ Երկար մազերով վերադառնան իրանց հայրենիք։ Տիկին Ավետիսյան, Լեռ Կամսարն ասում էր. կա հայ բոլշևիկ, հայ դաշնակ, հայ ռամկավար, բայց հայեր չկան։ Այս խոսքերը այսօր որքանով են արդիական։ Այսօր ոչ հայ դաշնակ կա, ոչ հայ ռամկավար կա, ոչ մի բան չկա։ Կա բան հայ Instagram։ Հայ Instagram կա։ Զարմանալի է, 4 հայ իրար կողք նստած են, բոլորը հեռախոսի մեջ են։ Իրար հետ չեն զրուցում, չեն բանավիճում։ Չեն ասում, վայ, մեր երկիրը վաղը եկեք բան սարքենք։ Այնինչ Ալիևը սպառնում է, որոշել է, որ Հայաստանը լուծարել Տիկին Ավետիսյան։ Արեգ ջան, ես բազմիցս ասել եմ, Ալիևին լուրջ մի ընդունեք, լուրջ ընդունեք այս 52 հոգանոց բազմությունը, որ եկել էր որպես իր դեսպանները։ Ինչպես լուրջ չընդունենք, ամեն ձևով Ալիևին էին պաշտպանում։ Ընդհանրապես մեկ հոգի հակադարձեց։ Հիմա դու կարծում ես դա Ադրբեջանի դիրքն է։ Ում դիրքն է ապա։ Հիմա ով որ ուզում է այս կողմից Պարսկաստանի վերջը տա, այն կողմից Ռուսաստանի վերջը տա, ուզում է սկզբից Հայաստանի վերջը տա։ Որտեվ հեշտ է, Հայաստանը փոքր է, Հայաստանը քանդեցին, իրարից փոկվեցին այս երկու հսկամ մարմինները, այդ ժամանակ իրանք կհասնեն հաջողության։ Հայաստանը փոքր է, բայց գրավականն է թե հյուսիսային, թե հարավային հարևանների գոյատևման։ Արևելքից արևմուտք, խաչմերուկի մեջ ենք, դրա մասին արդեն գիտակցորեն բարձրաձայնում են։ Դե միշտ էլ խաչմերուկ ենք, մենք երբ խաչմերուկ Չէ, հիմա այս էլ ավելի շատ են բարձրաձայնում նոր ֆոնային երաժշտության ներքո։ Գիտես ինչ, այդ մանկական ներկայացումը նայեցիր դու եվրոպացիների համար։ Լավ էր կազմակերպած, բայց ով էր կազմակերպողը։ Չինացիներ, մոնղոլներ, ով էր, այդ երեխեքը ինչի չինիկների պես հագած, այդ լայն սպիտակ շալվարով, լավ, լայն սպիտակ բլուզներով, ոնց որ Մաո Ձեդունի ժամանակ։ Ժամանակակից նորաձևության ճիճն է սա։ Բայց հայկականներ չէ ներկայացում, իրանք մի դրվագ կար, որ հայկական բանը մեղեդի հնչեց, հայկական բան նախշեր տեսանք, բայց եկան կանայք ոնց որ վհու կլնեին։ Այստեղ ինչ-որ սենց բաներ կպցրած, մազերը տենց հավաքած, վայրենու պես թրվառում էին։ Սա բանը, գիտես, ուղերձ էր, որ հայեր, հայ չեք մնա։ Ծես էր դա։ Մեզ բոլորիս ուղերձ էր, որ իմացեք, որ հրաշալի կատարում էր, լավն էին երեխեքը, շատ լավ էին երգում, պարում, ամեն ինչ շատ լավ էր, բայց հայկական չէր, այ հոգուտ մատաղ։ Դեց չի կարել, իրանք էդ են ուզում, իրանք միքսերը առել են ձեռները, ուզում են աշխարհը այսպես խառնեն, որ դու վաղը չիմանաս։ Բայց մեկի հայի չեն կարող կպնել։
Դե փորձում են, մենք պետք է խելք հավաքենք, շատ խելք պետք է հավաքենք։ Արեգ ջան, այդպես տգի այդ անգրագետ չի կարելի մնալ։ Օրերս ես մի քաղաքական երիտասարդ գործի հարցազրույցը նայեցի, ասում է կզակիսը հյուսիսային Եվրոպայի երկրներից մեկի դրոշի վրա էր փակցրած, որովհետև երբ որ հարձակվում էր զորքը եւ որտեղ իրանք հասան ջուրը, ինքը գցվեց ձիերի սմբակների տակ, որ սատկի, բայց չընկնի բանի տակ, թշնամու ձեռը։ Ու դրա համար իրանք որպես մաքրության նշան կզակից դրեցին։ Հիմա Լեոնարդո դա Վինչի ենք նայում, ունի նկար, տիկինը կզակիսով, շատ հայտնի նկար է։ Հիմա ի սկզբանե Լեոնարդո դա Վինչին այդ նկարը դրել էր Էրմինը դել Էրմինը, հայուհին հայկականով։ Ինքը տուն էր վարձել բանում Ֆլորենսում մի հատ հայի տանը եւ այդ հայի աղջկան նկարել էր այն գազանիկի հետ, որին ասում են Էրմինը, այսինքն հայկական կենթանի։ Մեր հետևորդներին մենք անպայման կներկայացնենք այդ հայտնի դիմանկարը, ինչ խոսք։ Շատ կենթանի ներկա են աշխարհում, որոնց անունը հայկական էին դնում, որովհետև հայկական բարձրավանդակից էին։ Օրինակ բանը, մուֆլոնը։ Իրանք դրա անունը բանը էլի հայկական է լատիներեն։ Շատ ծաղիկներ, շատ բույսեր, շատ կենթանիներ հայկական են կրում, որովհետև ստեղից են առաջի անգամ գնացել այդտեղ ու տարածվել։ Հիմա սա ասում է, քանի որ այնքան մաքուր էր ու լավն էր, դրա համար թագավորների բաների վրա, ծածկոցների վրա իրա պոճուկներն էին կպցնում, իրանից էին սարքում։ Ջանս, որովհետև հայկական էր։ Որովհետև թագավորական ընտանիքները ի սկզբանե հայկական էին։ Դու ո՞նց ես հայկականը պահում, խալխի կենթանու բանը ցմբակի տակ ընկած կենթանուն հանում մեջտեղ, որ ասում ես դրա համար էլ դրոշների վրա էդ էր։ Դրոշների վրա հայկականով էին պարծենում։ Շատ բաներ կան, որ մեր գիտես քաղաքական գործիչները եկել են մտել են քաղաքական խաղերի մեջ, բայց էությամբ հայ չեն։ Ինքը վաղը, եթե հակահայկական ինչ-որ բաներ մոգոնի, մի զարմացի, ոնց որ Նիկոլը Վախտին, հակահայկականները ասում են լավ, կանցնի, սրանն էլ չի անցնի, դա կամ կա քո մեջ, կամ չկա, սերը հանուն քո հայրենիքի, սերը քո պատմության վերաբերյալ գիտելիքը քո պատմության վերաբերյալ։ Այսօրվա հայ հասարակության ամենամեծ ներքին վտանգը որն է, պառակտումը, անտարբերությունը, թե ինքնության կորուստը։ Անգրագետությունը, որը հիմքում անգած երեքին էլ։ Անգրագետությունը։ Մարդիկ չգիտեն իրանք ով են։ Ես շատ եմ հիշատակում այդ ֆիլմը, հա, Born Identity, Born Identification։ Դա մարդը կորցնում է իր հիշողությունը, ինքը չգիտի ով է։ Ինքը չգիտի ով է, ինքը կարող է թուրքի լամուկա, կարող է ինքը ռուսի ճուտա։ Լավ, դրա լուծումը որն է, կարդալով միայն։ Այո։ Ինչ կարդամ։ Ես կարծում եի, որ բանը Լենինի խոսքերն են, учиться։ Հետո երբ որ աշխատում էի Չայկովսկու կենսագրության վրա, մեկ էլ տեսնում ինքը Լենինը չկա է, եղբորը նամակ է գրում ինք Մոսկվայից Պետերբուրգ։ Учиться։ Դա շատ ճիշտ կարգախոսն էր 19-րդ դարում Ռուսաստանում, բայց հայի մոտ երբանից էր գիրք սիրե, ղալամ սիրե, սա հետնովայի մոտ կա։ Մարդը նստած փողոցում գորգեր գործում դիմացնել տանդեմ, հարևանը գորգեր գործում, երկով ինքը ուրախացնում էր։ Կարթագրին ժիրմանուկ։ Այո։ Մեզ մոտ միշտ այդպես էր, օրինակ այդ բանը, երբ որ Սովետը սկսվեց ու սկսեցին լիգկայաններ բացել, այսինքն անգրագիտության լիկվիդացիայի կայաններ դպրոցներին կից։
Դա Մաշտոցի բանն էր, մեթոդն էր։ Մաշտոցը այդպես արեց, երբ որ Այբուբենը ընդունվեց, զինվորեր, իշխաներ, ովեր եկան դպրոցներում նստեցին, սկսեցին գրել կարդալ սովորել։ Դա Մաշտոցյան մեթոդիկան է։ Ինչու մենք չկիրառենք հիմա։ Մենք փոխանակ սովորենք, վերցնում ենք անջատում ենք մեզանից։ Ու վերցնում ենք անընդհատ անգրագետ Եվրոպան։ Ուրեմն օրերս կարդում եմ։ Մեծ Բրիտանիայում հավատացյալների քանակը, ինչ ես կարծում, ինչքան է։ 72% աթեիստ է։ 28%-ն է հավատացյալ։ Շվեդիայում 81%-ն է աթեիստ։ Եվ այդպես Հյուսիսային Եվրոպայում բոլորը այդպես է։ Գերմանիայում 75%։ Անաստվածացնում են մարդուն։ Այո, որովհետև մարդը եթե անաստված է, ուրեմն ինքը պատվիրանները նայում է հեգնանքով պատվիրաններին։ Ուրեմն հարգիր հորդ եւ մորդ մի կողմ գցենք, կարելի է ճապոնցու պես Ճապոնիայում 10%-ն է հավատացյալ։ Ճապոնիայում 10%, դրա համար վերջանում են, ծնելիություն չկա։ Երբ որ օրինակ Գերմանիայում ծնելիությունը գիտես ոնց է։ Վերջի անգամ այդպիսի ահավոր վիճակ եղել է պատերազմի ժամանակ։ 630,000 երեխա ծնվել է, բայց 1 միլիոն մահացել է։ Գերմանիա, քեզ ինչ է եղել, ոչ մի բան, չէ՞։ Ֆոն դեր Լայնն էլ տանկի լուկը լայնացրել է հղիների համար, ինչի քիչ երեխա բերում։ Հայեր ինչի քիչ երեխա բերում։ Ես օրինակ փողոցով գնում եմ, երբ որ տեսնում եմ բանը երեխաները սայլակի մեջ, բոլորին օրհնում եմ։ Բոլորին ասում եմ Աստված պահի, մայրիկները ուրախանում են, շնորհակալություն են հայտնում։ Բայց պետք է շատ լինեն, հիմա հատիկ են։ Բաներ կան, որ ուղղակի պետք է շարունակես քո նախնիների փորձը, որ երեխա են բերել, սիրով ապրել են, մեծերին հարգել են, իրար հասել են, դժվար չէր։ Խանգարողը չկար, հիմնական խանգարողը այդ հեռախոսներ չկա։ Այսօր հայի ճակատագիրը ինչպիսի ընթացքի մեջ է։ Ես ասել եմ, մինչև 28 թիվ պետք է մենք շատ պինդ մեզ պահենք, խելացի պահենք, ամսի 7-ին չգնանք էշություն անենք, ավանտյուրիստների պես։ Այն տղեն ասում է, որպեսի հայ տղեկը չզոհվեն ճակատում, ես կբերեմ մեր Աֆրիկայից տղեկ ուրիշ գույնի։ Ու հայ մայրիկներ ուրախանում են։ Հիմա այս տղեկին ինքը տալու է, ասենք թե $50։ Իսկ եթե թուրքը $100 տվեց, իրանք ում են սպանելու։ Դες կարելի է, հայը երբ է վարձկան ունեցել, երբեք։ Հայը վարձկան եղել է ամենտեղ։ Բայց հայը վարձկան չի եղել ունեցել, որովհետև հայը տղամարդ տեսակ է, կռիվանող է։ Տիգրան մեծի ժամանակ չեն եղել վարձկաններ։ Ոչ։ Տիգրան մեծի ժամանակ բոլոր իշխանները ասում էին մեզ էլ վերցրեք ձեզ մոտ, որովհետև ամենագլխավորը ինչը կար Տիգրանի ժամանակ, մարդ չէին առնում ծախում։ Երբեք հայի մոտ երբեք ստրկատիրություն չի եղել։ Մարդ առնել ծախել չկար։ Հիմա հեշտությամբ առնում ծախում են, չէ՞։ Անգլիայում վերջերս հայտնաբերեցին մի հատ ալբանացի խղճարիվ ընկել էր Անգլիա, 5 ամիս իրան բանում օգտագործել են որպես տրուկ դաշտում։ Դրանք ի սկզբանե ստրկատեր են։ Ու եկել են հիմա ստեղ մերոնք ուշ կգնում է, տալիս են երեխեքի ձեռը, թե արդ կոպես դարձերու։ Մակրոնը օրհնի, հա։ Հա։ Մի քիչ բան թող ծանր պահեն իրանց, էլի հայ կանայք։ Լավն են, բայց թող ծանր պահեն։ Չի կարելի էս
Կարծես թե հարաբերական անդուր է տարածաշրջանում, բայց դիվանագիտական կորպուսներով բանավիճում են, հակադարձում են, դիվանագիտորեն հրթիռակոծում են իրար։ Թրամփը ասաց, որ պատերազմը չի ավարտվել։ Իրանը կրկին իր բռունցքը ցույց տվեց, Իսրայելը կրկին հարաբերությունները ուզում է թարմացնել Ամերիկայի հետ եւ Ամերիկային կրկին դրթի հարձակման Իրանի վրա, բայց կարծես թե Իրանը իրեն, այսպես ասած, ինչ որ ձևով կարգի է բերել եւ ձգել է գոտիները, թե Գիտես ինչու՞մն է բանը, նախ Թրամփը 60 օրից ավել իրավունք չուներ ինքնագլուխ պատերազմ վարել, որովհետև կոնգրես կա, պետք է կոնգրեսի թույլատվությունը ստանար։ 63-րդ օրը կանգնացրեց։ Հիմա միառժամանակ պետք է անցնի, որ նորից հանդգնի այդպիսի բան անի։ Ինքը ինքնուրույն չի։ Ընդհանրապես, գիտես, օրինակ Եվրոպայի սրանք, որ դառնում ես ղեկավար երկրի, դու ստորագրում ես կանցլերակտ։ Սկզբից պատմականորեն, երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո, երբ որ ձևավորվեցին դեմոկրատական հանրապետությունը, ֆեդերատիվ հանրապետությունը եւ Բերլինի մի մասը, որպես 3 տարբեր պետական կառույցներ, ուրեմն դրանք ղեկավարելու համար պետք էր ստորագրել Միացյալ Նահանգների համար ղազագիր, որ ես խոստանում եմ ձեր ասածները անել։ Դա կոչվում էր կանցլերակտ։ Բոլորը ով գալիս էր իշխանության, անպայման ստորագրում էին դա։ Հետագայում, երբ որ ձևավորեցին Եվրամիությունը, ասին եկեք ստե։ Հիմա դուք եք ստորագրելու։ Սրանք սաղ ստորագրել եկել են։ Բոլորը ֆոն դեր Լայեններով եւ այլներով։ Միացյալ Նահանգների սիոնիստական կազմակերպությունում։ Թրամփն էլ է ստորագրել։ Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը տալիս է, ռուսը ասում էր ярлык на княжение։ Բանը կուպոն, որ թույլ ենք տալիս դու իշխես։ Մինչև չստորագրես չեն թույլ։ Օլիգարխ ոնց դառան սովետի անկումից հետո։ Գնացին հերթ կանգնեցին, ասին ախպեր, այս շաքարավազի առևտուրը ինձ տուր, 10%-ը քոնն է։ Ու բոլորը մրցակցություն չէր, որ հանկարծ իրանք օլիգարխ դառան։ Փողոցի խուժանը դառավ օլիգարխ։ Իրանք գնացին հերթում կանգնեցին, հետո մտան ստորագրեցին, որ ես խոստանում եմ քեզ այսքան վճարում եմ ու քաղաքական հարցերի մեջ քո դեմ չեմ գնալու։ Տիկին Ավետիսյան, կարծես թե կներես Արեգ ջան, ուղղակի ուզում եմ ասել, որ սա իրար հետ կապված է։ Երբ որ Թրամփը ասում է վաղը գնում ենք հարձակվենք, իսկ նա ձեռներից մարդ է։ Դու իմացի, որ ինքը այդ նույն օրը բիրժայում, բորսայում ինչ որ բաներ դրել է գործարքներ։ Իրանց համար պատերազմը ճակատագիր չի, օջախ չի։ խաղ է։ Փողը։ Տիկին Ավետիսյան, վերջին շրջանում կարծես թե ինչ որ ձևով հասունանում է լարվածություն Իրանի եւ Ադրբեջանի միջև։ Իհարկե։ Քանի որ իրանական լրատվամիջոցները եւ նաեւ իշխանական որոշ նախարարներ, падգամավորներ հստակ հայտարարություններ արեցին փորձագիտական գնահատականների հիման վրա եւ հայտարարեցին, որ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսային շրջաններին հասցված հարվածների ժամանակ օգտագործվել է Ադրբեջանի օդային տարածքը։ Այո։ Օդանավակայաններ են շահագործվել Ադրբեջանում իսրայելական ինքնաթիռների համար, վերալիցքավորելու համար։ Այդ թվում Ղարաբաղը։ Այո։ Իրանական կողմը նաև պնդեց, որ ունի տեսագրություններ, անգամ ռադարային տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են իսրայելական Հերմես տեսակի ԱԹՍ-ները օդ բարձրանում հենց Ադրբեջանի տարածքից։ Իրանը
հակադարձելու է նույն ձևով Բաքվին։ Անպայման Բաքուն ախր ուզում եմ ստապ նայեք Բաքուն ինչ։ Զերոյը, այսինքն զերո, որ ասում են գանը մական խոսքը, որ ասում է կատվից ավելի ահավոր կենթանի չկա, գազան չկա։ Հիմա մեզ համար Ադրբեջանից ավելի վտանգավոր գազան չկա, չէ, էլի ոչ մի բան է։ Սպառնում է մեզ Տիկին Ավետիսյան։ Խոսում է, Ոչ մի բանը։ խոսում է։ Ուրիշ բան, որ Իրանը ինչ մերոնք քայլեր է դիմելու Բաքվի հանդեպ։ Կոնկրետ արդեն ասմատեսագրություն ունեմ եւ կոնկրետ փաստեր, որ իսրայելական ԱԹՍ-ները, ինքնաթիռները սամվել են Ադրբեջանում։ ինքը հիմա Ադրբեջանին ասել է, քեզ խելոք պահի։ Մի Քանի անգամ անգամ էլ կարելի ասել։ մի անգամ էլ եղավ Աբու Դաբիի վրա ոնց եմ, Դուբայի վրա ոնց եմ բանը հրթիռներ ուղարկել։ Այս անգամ էլ կուղարկեմ քո մոտ։ Ես ասում։ Դրանց էլ ասեց, չէ՞ քանի անգամ, հետո վերջը ռմբակոծեց։ Այն Եղանակն էլ փոխվեց, էդի բացար։ ոչ մի բանը չի փոխվել կարծես թե, որովհետեւ Ադրբեջանը կոնկրետ Ադրբեջան Իրանի հյուսիսում գտնվող տարածքների հանդեպ մի նկրտումներ եւ ասում պետք է գան միանան։ Չէ, այդ խոսքեր են դատարկ խոսքեր են։ Ուղղակի ուզում եմ ասեմ, եթե իրանց տարածքից երբևիցե էլի մի հատ զենք թռավ Իրանի ուղղությամբ, այդ ժամանակ իրանք կստանան ճակատներին։ Անկամ իրանական լրատվամիջոցները պնդում են, հատկապես Caspian News-ը գրում է, որ Իսրայելը Ադրբեջանի ծովափնյա շրջաններից իրականացնում է Իրանի հյուսիսային քաղաքների Թավրիզ, Ռաշտ այդ քաղաքների նկատմամբ լրտեսություն։ Այդ հարցում լավն է Ադրբեջանը։ Իր մոտ լրտեսությունը շատ լավ դրած է։ Մոսկվայի սրտում։ Արախչինել վերջին հանդիպումների ժամանակ ասաց, որ Իրանը զրոյական հանդուրժողականություն ունի իր սահմանների մոտ իսրայելական որևէ ռազմական ակտիվության նկատմամբ։ Ինչ կանի Իրանը։ Եթե Ալիևը բերի էլի իսրայելական ուժերը տեղակայի, ինչ է անելու։ Պուպու։ Վստահ եք։ Բաքվին Արի կրասկանք մի անգամ էլ։ ինչ է անելու։ Հստակ ասեք, Բաքվին եւ Ալիևին ինչ է անելու։ Դու ես վստահ չեմ, որ հենց Բաքվին, Բաքու Ալիևին։ քաղաքին, բայց Ադրբեջանի շատ զգայուն մի հատվածին անպայման ինքը մեծ վնաս կհասցնի։ Իրանը։ Այո, Իրանը։ Իրանը տես ինչ արեց, այս բաներին փոքրիկ այդ էմիրությունների բոլոր իշխանիկներին զգուշացրեց։ Հետո ռմբակոծեց իրանց մեծո կայանները։ Էդ իմացար այդ պատմությունը։ Ուրեմն իրանք ունեին մեծո կայաններ, որոնք ամպի գողություն էին անում։ Ուրեմն երաշտ Իրաքում, Իրանում, Սիրիայում, մեզ մոտ էլ։ Իսկ այդտեղ դրախտ։ Իրան Չէ, էմիրություններում։ Հիմա այդ ռմբակոծեցին, այս անձրևները որ եկել են, այդ ռմբակոծումից հետո եղավ։ Սիրիայում, Իրանում ջրամբարտակները լցվեցին, մինչև այդ արդեն դարել էին չոր, արդեն ջուր չկար մեջը։ Ուրեմն ինչքան լճեր կային, Ուրմիագետը մեր բանը լիճը ցամաքել է։ լցվել է Ուրմիան։ Այդ սաղ արհեստական սրիկայություն էր, ջրի գող։ Այսինքն գիտես մի բանը ձեռ են տալիս, տակից այնքան զիբիլա դուրս գալի, զարմանում ես։ Տիկին Ավետիսյան, եկեք խոսենք Իրան-Ադրբեջան բախման մասին։ Իրանական ռազմական շրջանակները կոնկրետ պահանջել են Ադրբեջանից վտարել սիոնիստներին։ Հակառակ դեպքում սպառնացել են, որ Ադրբեջանի տարածքում գտնվող այն վայրը, որտեղ տեղակայված են իսրայելական հետախուզական կամ ռազմական օբյեկտներ, կդառնան Իրանի հրթիռակոծման թիրախ։ Այո, այդպես էլ կլինի։ Այդպես էլ կլինի։ Չեք կարծում, որ երկարաձգվում է մի քիչ։ Պատերազմը հեշտ բան չի։ Էլի չանի Ադրբեջանը։ Նախագահային սպանել տվեց իր երկրում, ապացուցվեց, որ Ադրբեջանից վերալիցքավորվել եւ հրթիռակոծվել են Իրանը,
Հրթիռակոծել են Իրան, ռադարները, ապացույցները կա, տեսագրությունները կա, ԱԹՍ-ները թռչել են Ադրբեջանի տարածքից։ Ինչու՞։ Արեգ ջան, Արաբական երկրները թիրախավորեց Իրանը, Ադրբեջանից Երկրորդ վախենում են։ համաշխարհայինի ժամանակ Ինչու է արաբական երկրներին թիրախավորում, Ադրբեջանի ոչ։ Երկրորդ համաշխարհայինի Չեք ժամանակ պատասխանում։ Լեհաստանը, ես պատասխանում եմ հիմա, լսի։ Լեհաստանը շատ վատություն արեց Սովետին։ Կարելի էր վերցնել ու Լեհաստանին անդրադառնալ, չէ՞։ Սովետը սպասեց, ազատագրեց իր հանրապետությունները, հետո գնաց, հասավ Լեհաստան, դու թե գտաս։ Ամեն ինչը փուլով է պատերազմի ժամանակ։ Չի կարելի ուղղակի sense թրջկոտելով պատերազմ կրել։ Պետք է դու ունենաս ռազմավարություն։ Ես վստահ եմ, որ Իրանի ռազմավարության մեջ կա Ադրբեջանի կիսումը։ Վստահ եմ։ Ամեն դեպքում պաշտոնական Ադրբեջան ամեն ինչ անում է, ասելով Ադրբեջանի հյուսիսային նահանգ Պարսկաստանի տարածքում Արեք, բանավոր պատերազմ կարելի է կրել։ Այ մեզ կրում են բանավոր։ Բայց իրական պատերազմը այդպես չեն կրում։ Բանավորից հետո չի գալիս գրավորը։ Ոչ, նա գերմանացին պատերազմի ժամանակ ինքնաթիռներից թրուցիկներ էր բաժանում։ Ռուսկից դավայսը։ Հետո Թրամփները միջև այսօր ասում Իրան հանձնվիր։ Ռուսի շվայնես դավայսը, ու ինչ գնացին Քոչարի parեցին մերոնք։ Այո։ Գերմանիայի 9-րդ դիվիզիոն։ Այո։ Բայց գիտես 5 դիվիզիա է եղել հայկական։ Թամանյան։ Եվ Թամանյանը, եւ 73-ը, եւ շատերն էին։ Հայ պես տեսակ չկա պատերազմում, շինարարության մեջ չկա, մշակույթի մեջ չկա։ Դրա համար հայերը պետք է դուխները տեղը պահեն, պետք է աշխատեն։ Օրինակ շատերը ինձ դիմում են, ասում են, ինչ ա լինելու տիկին դիա, անտրամադիր եմ անընդհատ։ Ինչ ես անտրամադիր, դու օրդ ոնց ես անցկացնում։ Դե առօրյա գործ չկա։ Առօրյա գործ չկա։ Կա հետևողական աշխատանք օրվա մեջ։ Բացի քո այդ կենցաղային հարցերից, դու ինչ որ բան շուղերով գործում ես, կամ փայտից սարքում ես, կամ մի հատ ծրագիր մշակում ես, դու ինչ ես անում։ Եթե դրանով զբաղվես, դու տրամադրությունդ գցելու ժամանակ չես ունենա։ Մենք ամեն օր, եթե ճիշտը խոսենք, պետք է ապրենք այնպես, կարծես այսօր վերջի օրն է կյանքիս, որ ես հասցնեմ, այս մարդուն նեղացրել եմ, ներողություն խնդրեմ, այս գործը կիսատ եմ թողե ավարտեմ, այն շապիկի կոճակը պոկվել էր կարեմ, որ ինձնից հետո մունտար բան չմնա էլի, իդեալական ցախ մնա, իմ վերջի օրն է կյանքի, այդպես պետք է ապրեմ։ Մեր երկիրը պետք է այդպես ապրի, չնայած մեր երկրի վերջը չկա, մեզնից սկսվել է, մեզնով կավարտվի։ Այսինքն այն ժամանակ, երբ որ կուզենք, իսկ մենք չենք ուզի։ Իսկ հիմա ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք ազատ անկախ Հայաստան, անկախ այս գալուբոյներից, որ եկել են մեր գլխին։ Շատ էին նրանք տեկինավետիս։ Շատ ամոթալի բաներ։ Բայց Գիտես, մենք սիրում ենք Ֆրանսիան։ Մակրոնը միայնակ էր եկել, արա տիկնոջ։ Թե հա, եկել էր տժալու, Զելենսկին եկել էր, բայկը, կինը կխանդեր։ Գիտես, մենք սիրում ենք Ֆրանսիան, մեզ համար հարազատ է, որովհետև Ֆրանսիան։ Բայց շատ լավ է տրամադրված Մակրոնը Հայաստանի նկատմամբ։ Ինչ իրավունք ունի վատ տրամադրված լինել։ Բայց դա իրական է։ Շատ դարավոր է։ Թե իրական չէ։ Դեսի, են ծաղրացու է, պարաված ծաղրացու, արդեն պարավել է մեր աչքի առաջ։ Երևի հոգսերը շատ են, տիկին Ավետիսյան։ Հա, իհարկե։ Դժվար է։ Տիկին Ավետիսյան։ Ահա ջե։ Հայերին սպառնացող հիմնական վտանգները որտեղից են գալիս, դրսից թե ներսից։ Մեր դատարկ գլխից։ Տգիտությունը վտանգավոր բան է։ Տես, մեզ Աստված տվել է աչք, քիթ, ականջ, ոչ միայն աշխարհը տեսնելու, ամբողջնելու համար,
այլ նաև որպեսի այդ մեր զգայանները աշխատեն, մենք անվտանգ ապրենք, որովհետև եթե ձայն ես լսում վտանգավոր փախնես, որ քարը անգնում, եթե հոտ ես առնում, որ ծուխա գալիս, գնաս հանգցնես կրակը, եւ այլն եւ այլն։ Հիմա մենք այդ մեր բոլոր զգայարանները չենք օգտագործում պատշաճ ձևով։ Մենակ էսա, նվվում ենք։ Արդեն ալարում են գրեն թե հեռախոսի մեջ։ Voice են անում, լսի զարմանալի է ուղղակի, հայը, և ոչ թե հայն է փոխվել, ժամանակակից տեխնոլոգիաները ոչ, որովհետև երկրում պետական կառույցները դրանով հետաքրքրված չեն ուզում, որ հայը խելացի լինի, չեն ուզում, որ բանական լինի, չեն ուզում, որ մեր երկիրը զարգանա, ունենա առաջադիմություն, առանց արդյունաբերության երկիրը մահապատժի բան է, բայց եթե դու արդյունաբերություն չունես, ուրեմն դու ինժեներ չունես, փականագործ չունես, խառատ չունես, դու հաստոցներ չունես, որոնցից կհասկանան մարդիկ, դու նախագծող ինժեներ չունես, բայց ինչ ունես, առաքիչ ունես, մեկ էլ հավաքարար, և վсё, տենց չի կարելի, երկիրը պետք է ունենա զարգանալու ծրագիր, մենք երբ որ դաշնամուր էինք սարքում, սառնարան էինք սարքում, երես ավտոմեքենա ուղղաթիռ էինք սարքում, կարգին երկիր էր, տիեզերանավի համար իլումինատոր էին սարքում, Կիրովականի քիմկոմբինատում, էդ էլ գիտես ոնց էր, ուրեմն գլխավոր տնօրենը գնացել էր Շվեյցարիա, Շվեյցարիայում մի հատ հարուստ մարդ ուներ մեծ գործարան, որտեղ իրանք իրա գյուտով սարքում էին կորունդ, արհեստական ադամանդի պես բան։ Ուրեմն երկու հայ իրար հետ ընկերացան, այս մարդը տարավ իրա գործարանը ցույց տալու։ Իսկ սա բարձր կլասի քիմիկոս էր այս մարդը, Սուրեն Օհանյան։ Գնաց տեսավ իրա գործարանում դրեց կորունդի արտադրությունը, կորունդի արտադրության շնորհիվ իլումինատորները սարքեց։ Ինքը ստացավ շքանշան, աշխատանքային կարմիր դրոշի շքանշան դրա համար։ Երկիր էր, պետություն էր, առաջադիմություն էր։ Բոլորը անում էին իրանց, ինքը որ իրա համար չդրեց ոսկերչական խանութ, ինքը իրա գործարանում դրեց կորունդը, որպեսի Բայկանուրի բաները, հարթիռները ունենան պատուհան, տիեզերանավից տղեկնել նայեն ուրախանան։ Սա իրար հետ կապված է։ Էդ իմ հորաքրիչ տղան էր։ Դրա համար տենց մանրամասը գիտեմ։ Տիկին Ավետիսյան, լայն շրջանակները վերջին շրջանում շատ են սկսել բարձրաձայնել, որ կա գրված Հայաստանը բնաջնջելու սցենար։ Կա։ Իհարկե կա։ Եվ այս սցենարը որ սեղանին է դրված։ Ցավոտ տանեմ, այդ սցենարը ոչ միայն Հայաստանին է վերաբերվում։ Մաս սախ աշխարհին վերաբերվող այդ սցենարը կա։ Այն որ պետք է տնկված է այդ սյունը, որտեղ գրած է, որ 2040 թվին, թե պետք է սկզբից գրած էր 1 միլիոն մարդ պետք է լինի Վայոմինգում, հա, կարծեմ Միացյալ Նահանգների ինչ-որ նահանգում էր։ Հետո մեկ էլ բանը հայտնվեց, որ 500,000 մարդ պետք է մնա։ Այդ սա պլանավորել են մարդիկ։ Այսինքն մարդիկ չեն, սատանա են իրանք։ Իրանք սատանա են։ Մենք իրանց խանգարում ենք։ Իրանք ուզում են, որ մենք իրանց որոշակի աստիճանի հասցնենք, որտեղ իրանց գլուխները դատարկ է, մենակ մենք կարող ենք այդ աստիճանի հասցնել, ու հետո մեր հարցը լուծեն։ Իրանք ուզում են բախվեն քրիստոնյաները եւ մահմեդականները, որ մահմեդականները քրիստոնյաների գլուխը ուտեն, հետո էլ մահմեդականներին հեշտ կլինի, որտեղ իրանց խաբելը հեշտ է։ Այդ սա իրանք գրել են, բայց гладко было на бумаге, а на деле-то овраги։ Այսինքն գրելը քիչ է, պետք է կարողանաս իրագործես։
Իհարկե սատանիկ բան են բազմաթիվ բարդույթներ ունեն մեր հետ համեմատ։ Սարսափելի բարդույթներ ունեն։ Բա ինքը արեգի տեստի, լակոտի տեստի, բա չի նախանձի։ Կնախանձի։ Վտանգավոր է Տիկին Ավետիսյան շատ։ Դա հետաքրքիր է։ Մրցակցությունը լավ բան է։ Մրցակցությունը լավ բան է, բայց ամեն դեպքում դրանց սցենարներին ծանոթանալը էլ ավելի ահարկո է։ Նու պետք է իմանաս ինչպես պաշտպանվես։ Դե դարեր շարունակ գիտենք, բայց պաշտպանվելու մեխանիզմները չենք կարողանում մշակել։ Ինչի, ես օրինակ մշակել եմ։ Եթե աշխարհը փողի վրա է, դատապարտված է, որտեղ ամեն ինչ կարելի է առնել։ Դատապարտված է, ուրեմն։ Ինչի, Պավլիկյանների շարժումը փող բաբշի չէր նկատում։ Ասում էր փող ինչ ենք անում։ Բա հիմա Տիկին Ավետիսյան, ասեք։ Մենք սովետական դպրոցականներս ծիծաղում ենք ուսանողներս, ասում ենք փողը ինչ է, ձեռի կեղտ, կլվաս կանցնի։ Ու ճիշտ էինք ասում։ Այն ժամանակ մենք երեխա հալով ավելի խելացի էինք, քան հիմա, որտեղ սա փող են ուզում։ Փողով ինչ կառնես։ Սեր կառնես փողով, թե ուրիշ բանա կոչվում է փողով առածը։ Ամեն ինչ արվում է, որ մարդկանց միջից հույզը հանեն։ Այո, ապրես։ Հույզը զրկեն, զգացմունքները հանեն, էմոցիաները հանեն, սարքեն բրոկլի։ Չգիտեմ։ Մանգո։ Բանը։ Չէ, սխալ չհասկանաք, ես շատ եմ սիրում բրոկլի, դրա մասին չի Ես բրոկլի չեմ սիրում, բայց ես քեզ լավ հասկացա, անհան բան է։ Այո, եւ եթե մարդու միջից հանում ես այդ հույզերը, էմոցիաները, այդ սենտիմենտ վիճակը, ինչի ես հասնում։ Բա իրանք ինչի են։ Արդեն փող, ճոխություններ, արթուզարդ, տուն, վայելքներ, բայց ամեն դեպքում այդ ամեն ինչը ունենալով հանդերձել նրանք միևնույն է երջանիկ չեն լինում։ Որտե փողով չես արդի երջանկություն։ Իրենց հուզազրկում են փողի իշխանության փառքի համար, այնինչ հասկանում են, որ Բա ինչի են իրանք այդ ռոբոտներին սարքում, որոնք պետք է փոխարինեն մարդուն։ Իրանք միևնույն է ռոբոտը ինչքան ուզում ես դրան հղկի, մարդու կեսը չունի, ոչ խելքի, ոչ միջնորքի, բայց իրանք ուզում են, որ դրանք օրինակ ծառայեն։ Այն օրը Չինաստանում ցույց էին տալիս, որ բանը կայարաններում աշխատում են ռոբոտները։ Չինաստան քո բնակչությունը տվել առել է սաղ աշխարհը։ Ինչ ես դու ռոբոտ սարքում։ Այդ ծրագիրը, որպեսի մարդը մարդ չլինի։ Մարդկանց շպրտում են դուրս աշխատանքից 20,000-ով, 30,000-ով, տարբեր բնակավարներում կրճատում են մասնագետներին։ Այդ ռոբոտներին բերում կազմացնում են ինչի, որտեղ ռոբոտը երկուսից կարող է սանջատել։ ինչ նպատակներ ուզես կարող ես ծառայեցնել։ Այո։ Եվ վերջում Տիկին Ավետիսյան, ինչ լույս եք տեսնում Հայաստանում եւ ինչպիսի դրամատիկ վախճան եք տեսնում Ալիևի մոտ։ Ալիևին ճիշտ ասած իմ ուշադրությունից դուրս է, որտեղ վտանգ չեմ տեսնում Չէ, այդտեղ։ հիմա ձեր ուշադրության ներքո բերեք եւ տեսեք Ալիևը ինչպիսի վախճանի է հասնելու։ Սատկելու է, ինչ վախճանի է հասնելու։ Երբ Տիկին Ավետիսյան։ Ինքը ծերություն չի հասնի։ Երկու ծերունի ինձ փողոցում հարցրեցին, երբ Ալիևը մեռնելու։ Ես չգիտեմ երբ, բայց ես Չէ, բան տրամաբանական չի իր ապրելը։ Տրամաբանական։ Չէ։ Հայաստանում ինչ լույս եք տեսնում։ Հայաստանը տեղով լույս է։ Մեր երեխեքը, մեր շնորհքով կանայք։ Անից բաներ են սարքում մեր տիկնայք զարմանում ես։ Այնքան լավն են մեր տղեքը, որ էլի զարմանում ես։ Ու միշտ այդպիսին էին։ Ուրեմն բանը այն Աշոտ Աղաբաբյանը որ կա Սերգո Համբարձումյանի մասին գիրք է գրել։ Ասում է, երբ որ Տիգրան Պետրոսյանը գնացել էր բանի համ աշխարհի չեմպիոնատի, բանի դեմ էր խաղում
ով էր ամերիկացի շախմատիստ էր։ Վերջը դրա թիմը, չէ, Ամերիկա չէր, Մոսկվայում էր։ Դրա թիմը սա ջոուդներ էին։ Ուրեմն Տիգրան Պետրոսյանին, որպեսի հավասարակշռությունից անեն, դահլիճում նստած այ բոլորով այդպես ձեն էին հանում։ Այն մարդն էլ նեղվում էր, չէր կարողանում կենտրոնանալ խաղալ։ Ուրեմն ընկերները պայմեցին, զանգեցին Սերգո Համբարձումյանին, մեր ծանրակ մարտի չեմպիոնին։ Սերգոն գնաց դահլիճում նստեց, նայեց, հասկացավ, որ մեկն է սոլո, մնացածը իրան բան են անում, դամ են պահում։ Գնաց դրա մռութը սենց բռնեց, էլ շնչահեղ ձեղավ, իրան հանեցին դուրս, ձայնը կտրվեց։ Տիգրան Պետրոսյանը լավ խաղում էր, լավ գրում էր։ Ուրեմն ստեղի, իսկ այն ժամանակ Սերգո Համբարձումյանը բան էր, քանի որ մի քանի փորձություններից հետո դառել էր տաքսու շոֆեր, տաքսու պարկի ղեկավարը զանգում ասում է, ես քեզ գործից կհանեմ, եթե շուտ չգաս չվերադառնաս Երևան։ Ասում է, բա ես ո՞նց թողնեմ Տիգրանին։ Վերջը ստիպված, Տիգրան ասեց, լավ, ոչինչ, վերադարձավ Երևան։ Տաքսու պարկի վարորդները բոլորը կանգնեցին, ասին չենք քշում մեքենա։ Մինչև Սերգոն հետ չգնա Տիգրան Պետրոսյանին չօգնի, չենք քշելու մեքենա։ Ինչ հրաշալի պատմություն։ Բա մենք այդպիսի ժողովուրդ ենք։ Պատմություններով մեզ փորձեք Տիկին Ավետիսյան ել ավելի ոգևորել, ել ավելի բարձրացնել մեր դիմադրողականությունը, լավատեսությունը, ողջամտությունը։ Շատ հետաքրքիր էր։ Այդ ցավտանը այդ գրքերը դրած են խանութում, թող գնան առնեն կարդան։ Ոչինչ, դուք ժամանակ ունեք եւ շատ եք սիրում ընթերցել եւ ձեր մատուցելը հատկապես արդեն այս մեկնաբանություններում հասկացա թե որքան են քաջալերում, խանդավառվում են ձեր մեկնաբանություններով Տիկին Ավետիսյան։ Ես եմ ուրախանում, գիտես, երբ որ այդպիսի մարդկանց հանդիպում եմ, ուրեմն մենք ժամանակ չենք կորցնում ես ու դու, Արեգ ջան։ Շատ կարևոր է քո հաղորդաշարը։ Շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ եմ, ապրես դու։ Ու բոլորին մեծ հաջողություններ եմ մաղթում։ Հետաքրքիր պատմություններով, դրվագներով կհանդիպենք ընդամենը մի 7-8 օրից Տիկին Ավետիսյան։ Լավ, ամենայն բարիք ձեզ։ Ապրես, Արեգ ջան, քեզ էլ բոլորիս հետ։ Ասում են Աստված Հայաստանին քարն առատ է տվել, որպեսզի հայը կարողանա եւ տուն կառուցել եւ թշնամու գլուխը ջարդել, բայց այդ քարը միայն զենք չէ, դա հիշողություն է, կամք է, արմատ է, հավատ է։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի օրերում, որտեղ ժողովուրդների ճակատագրեր են վաճառվում քաղաքական սառը սեղանների վրա։ Թշնամին այսօր այլևս միայն հող չի ուզում, նա ուզում է վերացնել հայի տեսակը, վերացնել հիշողությունը, լեզուն, հավատքը, պատմությունը, հայի ոգին, ուզում է, որ հայը դադարի լինել հայ, որ Արարատին նայող աչքերը փակվեն Հավիտյան, բայց քանի դեռ հայի սիրտը բաբախում է, քանի դեռ հայի աչքերում կրակ կա, քանի դեռ Արարատի վրա արև է ծագում, հայ ժողովուրդը չի վերանա ոչ մի թշնամու ձեռքով, ոչ մի կայսրության կամքով եւ ոչ մի դավադրությամբ։ Այսպեսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցակիցս գրող հրապարակախոս, հայագետ, լեզվաբան, արևելագետ, թարգմանիչ Լիա Ավետիսյանն էր։ Ամենայն բարիք ձեզ, շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։